Պայծառատես հասկացողությունը դա նաև որ կարող է տեսնել անցյալը, ներկան, ապագան։ Սա միջին մակարդակն է, 3-րդ, 4-րդ աստիճանը։ Դրանից ավելի բարձր դեն մարդիկ են, որոնք կարող են տեսնել բարձրյալների, ասենք համապատասխան հիերարխիաների հետ կապված էակների, շերտերի եւ այլ եւ կարող են շփվել։ Այսա պայծառատեսություն։ Մարդկության պատմության ընթացքում միշտ եղել են ինչ-որ կերպարներ, ովքեր պատմության ամբողջ ընթացքը փոխել են։ Արդյոք այս մարդիկ ըստ ձեզ օժտված են ինչ-ինչ ունակություններով, որոնք թույլ են տվել, որպեսզի ենթադրենք մեկ մարդը 20 միլիոնանոց երկիրը այսպես մատի վերապտտի։ Չէ։ Հա թե ոչ։ Ոչ։ Պետք է հասկանանք մի բան, որ գոյություն ունի պատմական հոսք, որը մեզ տրված է եւ որը պետք է անցնենք։ Գոյություն ունի այդ ճանապարհին աննկատելի, անսպասելի իրադարձություններ, որոնք կարող են պատմական հոսքը փոխել։ Բայց ինչքան էլ նա փոխվեց, ինչ որ ժամանակ անց նա նորից պետք է կանգնի իր գծի վրա եւ շարունակի։ Բայց կոնկրետ անձ, որ ասենք ինքը կարող է փոխել դա, որովհետև ինքը կարողանում է ինչ-որ հատկություններ ունի բան, կան, այդպես անձնավորություններից եղել է Հիտլերը։ Ես ակնարկում եի Ստալինին, Հիտլերին նման տիպի մարդկանց, ովքեր այն ինֆորմացիաներից ես չեմ այստեղ ինչքանով է դա բացահայտված, խոսացված թե չէ, բայց Ստալինը ավարտել է Սևմոգության դպրոցը Վրաստանում։ Նա ունի օֆիցիալ մագիստրի կոչում։ Եթե խոսում ենք Հիտլերի մասին, Հիտլերը բավականին խորը անցած հիպնոզի դպրոցներ էր անցել, նա էր, որ նա միջև իր կառավարության գլուխ գալը երկար տարիներ զբաղվել է միստիցիզմով, մոգությունով եւ նմանատիպ ճանապարհներով։ Նա էր, որ ստեղծեց Անաներբեն հայտնի կազմակերպությունը, որը զբաղվում էր եւ աշխարհի ամենահետաքրքիր արտեֆակտներ որոնելով, օգտագործում էր մի մեծ բանակ աստղագետների, աստղագուշակների, ասենք պայծառատեսների եւ այլն, այն ինչպես բոլորում եւ ամեն քայլը նրանց հետ խորհրդակցում էր, բայց ինքն էլ ուներ յուրահատուկ հատկություններ։ Բայց ինչ ստացվեց վերջում։ Դա ուրիշ բան է, օրինակ ես բան ասեմ, չեմ տեղեկեք թե չէ, բայց սրանից 3 տարի առաջ գտնվեց մի հատ շատ հետաքրքիր փաստաթուղթ, որտեղ գրված է պայմանագիր Հիտլերի եւ Սատանայի միջև, որտեղ գրված է, որ Սատանայի հետ պայմանագիր է կրկվում 13 տարով, որ նա պետք է ինչ ունենա եւ դի հասնի վերելքին, որը ուզում է, որից հետո հոգին վաճառվելու է։ Հետաքրքիրն այն է, որ այդ փաստաթուղթը հիմա դրված է Բերլինյան ցուցահանդեսներից մեկում օֆիցիալ, արվել են էքսպերտիզա, ստուգվել է թուղթը, որակը ամեն ինչը համապատասխանում է այդ ժամանակաշրջանին, ստորագրությունը Հիտլերի արյան ստորագրությունը կա, եւ ասենք պատմականորեն ինչքան եղել են համապատասխան ստորագրություններ, համապատվել է, բոլոր ստորագրությունները համապատասխանում են։ Գիտեք, մեր խոսակցության ընթացքում շատ տարբեր դաշտեր են խառնվում հիմա, հա, եթե մենք հիմա խոսում ենք Սատանայից, Սատանայի մասին, եթե խոսում ենք, որտեղից մենք գիտենք, որ կա Սատանա, հա։ Ես կարծում եմ այդ հարցին բոլորն է պատասխանը գիտեն, դրա համար գոյություն ունի Սուրբ Գիրքը, որտեղ խոսվում է։ Ես հենց Սուրբ Գրքի մասին եմ ուզում խոսել։ Եթե մենք Սուրբ Գրքի օրինակով խոսենք, Սավուղ թագավորը, ում Աստված ընտրեց, բարձրացրեց որպես թագավոր, Աստծո պայմաններից մեկը խախտեց եւ Աստված լռեց։ Սավուղի հետ սկսեց չխոսել։ Մինչ Աստծո լռությունը Սավուղը գործում էր Աստծո հրահանգներով։ Եվ Սավուղը Աստծո լռությունից հետո գնաց հոգեհարցության։ Եվ նրան սխալ գուշակություն տրվեց, ինչի արդյունքում եղավ իր անկումը։ Այսինքն մենք Սուրբ Գրքում տեսնում ենք մի օրինակ, որ երբ Աստված լռեց, խոսեց գուշակը, հա, որը հակառակ ուժը, հակառակ ուժը։ Որքանով է հիմա ձեր ներկայացրածը գնում համընթաց Աստծո օրենքների։ Գիտեք ինչպես պետք է մի շարք բաներ հասկանանք եւ ես կարծում եմ շատ բաներ մարդուն տրված է ուղիղ է նրա համար, որ ոչ թե ուղղակի ընդունենք, այլ նաեւ մտորենք։
Ես Լեհաստանում մի օր նստած մի կարդինալի հետ զրուցում էինք, որը շատ հետաքրքիր անձնավորություն էր։ Իսկ ես մասնակցել եմ 4 տարի եղել եմ արգելված արխեոլոգիայի Լեհաստանի կողմից ներկայացուցիչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինքից, եւ մենք խոսում ենք այն արտեֆակտների մասին, որ մարդու առաջի հետքերը, որ ասենք այսօրվա օրով հայտնի են, որպես ցիվիլիզացիա գոյություն ունեցող, ունեն ավելի քան 240,000 տարի պատմություն։ Եվ նա ասում է, տենց բան ոնց կարելի է, որովհետև Տերը գրել է, որ 7 օրում ստեղծվել է աշխարհը, սենց, ասի, բարի, ճիշտ է, ես էլ եմ դրա հետ համաձայն։ Եվ ճիշտ է։ Բայց եկեք հասկանանք մի բան, Տիրոջ մի օրը քանի օր, տարի, հրաշալի խոսք եք ասում։ Երկնային։ Եվ երբ որ սկսում եք սա հասկանալ, ամեն ինչ իր տեղն է կանգնում։ Պետք է հասկանանք նաև մի բան, մեր աշխարհը ամբողջովին ստեղծված է դրականի եւ բացականի համատեղ գոյակցության մեջ։ Երբ որ մեկը մի քիչ բարձրանում է դոմինանտ է անում, սկսում է դիսհարմոնիկ վիճակ, սկսում է դիսոնանս եւ ամեն ինչը փլզվում է։ Ես փոքր եմ դա դատելու համար, բայց կարծում եմ, որ Տերը ստեղծելով այս բոլորը, ստեղծել է եւ իր հակակողմը։ Բնականաբար։ Բայց ես կհակադրվեմ եւս մեկ այլ փաստով։ Եթե մենք խոսում ենք պայծառատեսությունից, 5 տակարանում մարգարեները երբեք անցյալի մասին չեն խոսել։ Այսինքն եթե մարգարեները ունեցել են այդ պայծառատեսական շնորհքը, իրենք խոսել են ապագայի մասին, որովհետեւ անցյալի մասին խոսելու կարիք որպես այդպեսին չկա։ Փոխարենը մենք ունենք նույն Սուրբ գրքում խոսք այն մասին, որ սատանան շատ լավ գիտի անցյալը, բայց ոչինչ չգիտի ապագայի մասին։ Չի ասի, որ չգիտի։ Եվ այդ իսկ եւ չէ, չգիտի եւ ըստ Սուրբ գրքի է գրված եւ այդ իսկ պատճառով ինչու է ասվում, որ պետք չէ գնալ օրինակ հմայողների մոտ, կրակով գուշակություններ անողների մոտ, հոգեհարցուկների մոտ, որովհետև սատանան չիմանալով ապագան, մոլորության մեջ է գցում ապագայի մասին սուտ ինֆորմացիա տարածելով։ Ես մի քիչ ուրիշ ձևի կպատասխանեմ դրա պատասխանը, բայց կպատասխանեմ։ Ես ինքս դեմ եմ ապագայի հետ գուշակության բոլոր հարցերին։ Լավ։ Ասեմ ինչու համար։ Եթե մի քիչ առաջ հիշում եք, ես ասացի, ամեն բան պատմականորեն պատմությունը գնում է ինչ-որ գծով։ Նույն ձևի մարդու ճակատագիրը գնում է ինչ-որ գծով։ Այս ընթացքում մշտական տալիս են մեզ ընտրելու հնարավորություն։ Եվ եւս մեկ բանի մասին ես անպայման կուզեմ ակնարկել, խոսքը այդ ձեր նշած Հիտլերի եւ Սատանայի միջև Ես ընդամենը փաստ ասեցի։ Պայմանագիրն է։ Չգիտեմ, Մայքլ Ջեքսոնն էր հոգին վաճառել սատանային։ Այս օրիգինալ տղաներ կան։ Այսպեսի մոլորություններ կան։ Եվ դրա հետ կապված հենց ասենք Սուրբ Գիրքը էլի շատ կարևոր բանի մասին է խոսում։ Դա Մատթեոսի ավետարանում է նշված, որ հոգու Տերը Աստված է, իսկ Աստված հոգին բնականաբար Տերը լինելով դրա չի վաճառի։ Ես ասում եմ, նա ինչ տպվեց ու շատ մեծ լայնատարած մտավ այդ մեծ աղմուկ բարձրացավ դրա շուրջը։ Եվ դա պրակտիկորեն փաստ էր։ Ես մի բան կարամ ասեմ, այն ինչի մասեմ կարող է շատ մարդիկ ինձ շատ թարս նայեն։ Բայց ես չընդունելով Հիտլերին եւ իրեն ամբողջ աշխատանքը, որտեղ ես իմ աչքերով տեսել եմ եւ Օսվենցիմը եւ Մայնդարնակը եւ այդ բոլորը, բայց այդ բոլորը տնենք մի կողմ, մյուս կողմից նայենք, ես համարում եմ Հիտլերը միակ մարդն էր, որը կարողացավ այդ կարճ ժամանակաշրջանում այնպիսի մի տեխնիկական թռիչք ստեղծագործի առաջ, որը ոչ մի ղեկավար չի արել։ Միջև օրս շատ բաներ թաքցված են եւ լռում են, թե ինչեր է կատարվել։ Լեհաստանում գոյություն ունի մի քարանձավ, որտեղ դրված է, սրանց ինձ մոտ ամիս ու կես գալուց առաջ ինձ հրավիրել են, ես տեսել եմ, գտել են թռչող ափսե։ Թռչող ափսե, որը փակված լաբորատորիա է, դա Վալբժիկ քաղաքի կողքերի սարերում է, որի պրոտոտիպը փորձում էին ստեղծել եւ ստեղծել են, եւ շարժիչն է ստեղծել է հայտնի Վիկտոր Շրաուբերգեր, ավստրիացի մի շատ ունիկալ գիտնական, որ ես համարում եմ 20-րդ դարում երկու պայծառ գլուխ ենք ունեցել, մեկը եղել է ինքը, մեկը եղել է Նիկոլա Տեսլան, որի գործերով ես շատ եմ հետաքրքրվում։ Բայց այս բոլորի մեջ ինչն էր հետաքրքիր, այդտեղ գտնված էր նաեւ քաղաք։ Քաղաքի վերևի շերտն են դեր գտել,
բայց ստեղծվել է քաղաք, որտեղ կարող էին ապրել ավելի քան 3000 բնակիչ 500 տարի։ Եթե մտնեք եւ տեսնեք, որ այնտեղ հիմա ստեղծված տեխնոլոգիաներ, որը այսօր նանոտեխնոլոգիաները դեռ չեն կարողանում ստեղծել, որտեղ կենթանի աշխարհը, բուսական աշխարհը ամեն ինչ գոյատևելու է 500 տարի, թե 30-ական թվականներին ստեղծած տեխնոլոգիաներ, բարձրանում է, որ իդեան դրված է եղել այն, որ քանի որ արդեն ֆաշիստական Գերմանիան կանգնած էր այն ճանապարհին, որ ստեղծում էր միջուկան զենքը, գիտեն, որ դա կարող է ստեղծել ճառագայթում, որը միջինը գոյատևում է 500 տարի, ստեղծվել է նմանատիպ քաղաք, որը կարող է գետնի տակ գոյատևել։ Այն ամենը, ինչ դուք ասում եք, սրան հավելեմ նաև այն ամբողջ ինֆորմացիան, որ ես համացանցից, ձեր հոդվածներից եւ հարցազրույցներից քաղեցի, հանգեցնում է այն մտքին, որ այն, ինչ մենք գիտենք մեր կյանքի մասին եւ մեզ շրջապատող ամեն ինչի մասին, դա ըստ էության փուչիկ է։ Դա այդպես չէ, մենք սխալ ենք պատկերացնում։ Մենք չափից ավել շատ քիչ գիտենք։ Չափից ավել շատ քիչ։ Այո, պատկերացրեք, դիտմամբ շեշտեցի այդ ձևի։ Գիտեք ինչ համար, օրինակ ինձ միշտ մնում է ցավալի եւ զարմանալի, որ մարդեյակը ունենալով մի գլոբալ ապարատ, որը կարող է անի ամեն ինչ, այդ բոլորը օգտագործում է ամենապրիմիտիվ բաների վրա, որը մեզ երեխա ժամանակվանից ներշնչում են եւ համարում են կյանքի ուղին, կարեւոր սա է։ Եթե սա են ասում, պետք է ժպտանք, եթե սա են ասում, պետք է լռենք, այս րոպեին մենք պետք է մոտենանք այսպես, մենք պետք է սենց պահենք, մենք պետք է այսպեսի գնահատական։ Մենք այս բոլորը ունենալով հանդերձ այնքան պրիմիտիվ ենք ապրում, այնքան ցածր, ու միշտ փորձում ենք միանալ, դառնալ մի հատ ամբողջ, իսկ ամեն մեկը մեզանից անհատ է։ Ամեն մեկը մեզանից չկրկնվող Տիրոջ ստեղծագործություն է։ Եվ մենք այս բոլորի մեջ այս բոլորը խառնում ենք, հետո մենք սիրում ենք ամենամեծ բանը հայերի մանավանդ դատել, դժգոհել։ Մենք դի դժգոհենք ղեկավարությունից, մենք դի դժգոհենք բնությունից, պետք է դժգոհենք սնունդից, դի դժգոհենք հարևանից, դի դժգոհենք հարևանի կնոջից, ամեն ինչից։ Այս կյանքը մի քիչ ավելի ուրախ բան է, ավելի զվարթ բան է, կարելի է մի քիչ ուրիշ ձևի նայել, գնահատել։ Չի կարելի սենց։ Եվ ասում, այս բոլորը ունենալով օգտագործել այս ձևի ցածրի վրա, մի քիչ ինձ համար բան է, ես ունենք շատ վատ եմ զգում մարդկանց համար, որ այս բոլորը ունենալու ամեն մեկս լինելու մի մեծ անհատ, մի առանձին լույս Տիրոջ, շաղաղվել ենք, դարել ենք մի հատ ուղղակի սենց անհասկանալի ինչ-որ։ Հիմա ամեն դեպքում մենք այս բանը չեն կարող օրիգինալ գտնվել, պետք է անցնենք գովազդի։ Գովազդ Դարի Կիշել։